Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա մամուլի ասուլիս, ՓՄԶ-ները վերսկսում են բողոքի ակցիաները ընդդեմ շրջանառության հարկի վատթարացնող նորմերի թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Կարինե Գևորգյան, Փոքր և միջին ձեռնարկատեր և Սերգեյ Խաչատրյան, հաշվապահական ընկերության հիմնադիր տնօրեն։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար եւ այսպես հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը 5-ից դառնալով 10%, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը 1.5%-ից իջնում է։ Այդ փոփոխություններով նաև հստակ պահանջ է դրվել գույքագրել ապրանքը։ Տիկին Գևորգյան, կխնդրեմ ձեզանից սկսենք նախ ամփոփելով, առաջին եռամսյակը։ Սա այս փոփոխությունները ինչ ազդեցություն ունեցան, կխնդրեմ ներկայացնեք։ Բարև ձեզ։ Առաջի եռամսյակում, եթե ամփոփենք, այս փոփոխությունները չեմ կարծում, որ հարկի ավելացում է եղել պետբյուջե, ընդհակառակ հարկի նվազում եղած կլինի, որովհետև շատ անհատ ձեռներեցներ արդեն թողել են իրենց տաղավարները, վախենալով այս վտանգից, ուզում են շուտ 1 րոպե շուտ դուրս գալու։ Իրանք հաշվի չառնելով մեզ նույնիսկ պահանջում են, որ գույքագրենք ապրանքը։ Գույքագրումը նախ ինքը հնարավոր չի գույքագրել, որտեղ ապրանքը հստակ արժեք չի ունենում։ Ապրանքը, երբ որ ներմուծում ես, բերում ես եւ հասցնում ես վաճառքի, կարող է դու օրինակը բերեմ, ապրանքը գնահատվի 7000-ը, վաճառես 10000, երբ որ վճարել ես 7000 ամբողջ ծախսերը, վաճառես 10000, բայց այդ ապրանքը 1-2 ամիս կամ ընդհանրապես սեզոն անցնելու վերջում դու վաճառես 5000 դրամ, որպեսզի ապրանքը քեզ չմնա։ Եվ ունենք շատ երկար տարիների կուտակված ապրանքներ, որը որ մենք չգիտենք ինչ գնով, ոնց պետք է գույքագրվի, ոնց պետք է լինի։ Ընդհանրապես կարող եմ հստակ ասել, որ ոչ մեկ չի գույքագրվել եւ պատրաստ չի եւ չի կարող, ոչ թե պատրաստ չի, այլ չեն կարող գույքագրել։ Սա հնարավոր չի մանր ու միջին բիզնեսի համար, որովհետև մանր եւ միջին բիզնեսում աշխատող, բիզնեսով զբաղվող ձեռներեցները միջև 70 եւ 70+ տարիք են, որը իրանց համար հարմար չի, կան ոչ կրթված մարդիկ, կան տարբեր կրթություններ ունեցող մարդիկ, որոնց համար այս իրավիճակը հասանելի չի։ Մարդիկ հարկերից չեն խուսափում։ Իրանք պետությունը, կառավարությունը ավելի հստակ պետք է ճիշտ շեշտադրումը դներ այնպես, որ հարկատուն ինքը ավելի սրտանց, ավելի իր կամքով, իր երկիրը ծաղկելու համար հարկերը վճարեր, բայց իրանք ամեն ինչ անում են, որ հարկերը թաքցնեն, որովհետև սա իրանից շատ մեծ վտանգ է սպասվում այս ձև աշխատելու դեպքում։ Եթե հնարավոր է ամեն դեպքում նշեք, փաստաթղթերի գույքագրման պահանջներին համապատասխանելու համար ինչ մարտահրավերներ են լինում, դուք նշեցիք, որ որևէ մեկը չի գույքագրել։ Եթե ավելի այսպես մանրամասն նշեք, կոնկրետ ինչ խնդիրներ են, որոնք խանգարում են, խոչընդոտում են, եւ եւս մեկ հարց, արդյոք նշված ժամանակահատվածը ձեր կարծիքով քիչ էր, որպեսզի պատրաստվեիք այս փոփոխություններին։ Ինքը անգամ 2 տարի էլ եթե մեզ տան, դա հնարավոր չի, որտեղ ես ձեզ ասում եմ, այդ բիզնեսով զբաղվողները չունեն այդ գիտելիքները, պարզապես մարդիկ աշխատանք չեն ունեցել, իրանք իրանցով ինչ որ վարկեր են ձեռք բերել կամ դրսից գումարներ են ուզել կամ իրանց գումարները դրել են, զբաղվել են իրենց ընտանիքի հացի գումարը վաստակելու համար։ Իրանք չունեն այդ կրթությունը։ Իսկ այս պայմաններով իրանք տանում են խոշորացման բիզնեսին, այսինքն մանր ու միջինը ընդհանրապես չի կարող աշխատել, որովհետև ինքը պահանջելու է թանկ հաշվապահական ծառայություն։ Բնականաբար դա ծախս է մանր փոքր բիզնեսի համար, ինքը այդ հաշիվներ, այդ գումարները, որ մի 100,000, 150,000 վճարի, իր եկամուտը դա է, որ ինքը ապրում է դրանով։ Դրան անհրաժեշտ է հավելյալ աշխատողներ, որպեսզի կարողանա։ Եվ այդտեղ կա մի բան էլ, որ մարդկային գործոնն է, մարդկային գործոնը միշտ էլ կարող է սխալվի։ Իսկ իրանց օրենքները միշտ հակառակ է լինում։ Մեր առաջի հանդիպումների ժամանակ մեզ ասեցին առաջի եռամսյակից հետո կերևա կտեսնենք, բայց առաջի եռամսյակից հետո ես կարծում եմ, որ ավելի բացասական եղավ։ Շատ անհատ ձեռներեցներ
փակվեցին, գնացին։ Դա արդեն փաստ է, որ այդ ընտանիքները չեն ապրում, իրանց գոյատևելու գումարը չունեն, աշխատատեղ չկա։ Եթե իրանք ուզում էին այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպեին, խոշորացնեին բիզնեսը, առաջին հերթին դա կառավարությունը ինքը պետք է նախատեսեր, բարձր գործարաններ, նորմալ աշխատավարձով հրավիրեր փոքր ու միջին բիզնեսին, ով կցանկանար գնար աշխատանքի, աշխատատեղ բաց էր։ Նոր այս սատաներ դրան։ Խնդրեմ նաև անդրադառնալ մարտի 3-ին գործադուլ հայտարարվեց եւ դրանից առաջ եւ դրանից հետո բողոքի ակցիաներ էին իրականացվում։ Այս ընթացքում ձեր ձայնը որքանով լսելի եղավ, հա, որովհետեւ օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է ընդհանրապես շրջանառության հարկը հանելու են, բայց միաժամանակ որոշում ընդունվեց 6 ամսյա անցումային շրջանի մասին։ Սա ինչ փոփոխություն բերեց ձեր կյանքում։ Մեր կյանքում շատ վատ փոփոխություններ ա բերել, շատ վտանգները տեսնում ենք, ոչ մեկ չի գույքագրել, ոչ մեկ պատրաստ չի, ես էլի եմ ասում գույքագրելու, որովհետև անգամ չգիտեմ ոնց պետք է գույքագրեն, ոչ մեկ պատրաստ չի դրան, ոչ մի դրական լավ կամ մենք պատրաստվել կամ կրթվել 70 տարեկան կամ ինձ թեկուս այսօր արդեն մոտ 60 տարեկան կնոջն ասես գնա նոր կրթվի կամ այդ իրանց ասած կրթվելը նորաձև է, դա այդ չի, հնարավոր չի մարդկանց, ես ասում եմ միայն խոշորացման դեպքում կարան աշխատատեղեր բացեն, որ մարդիկ աշխատանք ունենան, հրաժարվեն այս աշխատանքից, գնան հաջորդ տեղը ինչ-որ մի տեղ լինի, որ իրանց ընտանիքի կարիքները հոգան, իսկ մեր բողոքի ակցիաները շարունակելու ենք, մենք սկսել ենք ստորագրահավաքով, դեռ ինչ մի քանի օր սկսել ենք, արդեն 1000-ից ավել հավաքել ենք, բնականաբար չեն կարող մարզերը քաղաքում ամեն անկյունում խանութ կա, այդ հաթաթ չեն կարող այդ ամեն ինչը ասել, ոչ մեկ էլ պատրաստ չի, ես չգիտեմ մի խանութ կամ մի հոգի անհատ ձեռներեց, որ ինքը կարողանա իր ապրանքը գույքագրի, որտեղ անգամ չգիտել ոնց պետք է գույքագրի, ոնց կարողա դա անի։ Իսկ դրանից էլի եմ ասում բարձրանում հաշվապահական ծախսերը, որը որ արդեն շատ բարձր է մեզ համար, ինքը տանում է երկիրը կործանման։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Խաչատրյան, այս հուլիսի 1-ից արդեն շրջանառության հարկի դաշտից ավելացված արժեքի հարկի դաշտ կտեղափոխվեն հաշվապահական իրավաբանական ծառայություններ, ֆինանսական խորհրդատվություն մատուցողները։ Կխնդրեմ ներկայացնեք այս խնդիրների համատեքստում եւս մեկ փոփոխությունը, ինչ ռիսկեր է պարունակում, խնդրեմ։ Նախ, եթե կարելի է ես ներկայացնեմ, որ հաշվապահական եւ իրավաբանական ընկերությունները նույնպես հարկային բեռի ավելացում ունեցան հունվարի 1-ից, հարկային դրույքաչափը կգնահատվեց 5%-ից 10%, դեռ այդ փոփոխությունը կյանքի չկոչված նախագիծ ներկայացվեց, որով մասնագիտական ծառայություն մատուցողները պարտադիր պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում, ընդհանուր հարկման դաշտում։ Քննարկումներ կատարվեց, քննարկումների արդյունքում դուրս բերվեցին մասնագիտական ծառայությունները եւ թողնվեցին միայն հաշվապահական ու իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները, որոնք պարտադիր պետք է աշխատեին ավելացված արժեքի հարկի դաշտում։ Քննարկումների ժամանակ օրենքի նախաձեռնողներին հարցադրումներից հասկացանք, որ հիմնավոր պատճառներ չունեն, թե ինչի է ընտրվել հենց հաշվապահական ու իրավաբանական ընկերությունները, ինչ հիմնավորումներ կան, ինչ հիմքեր, ինչ հաշվարկներ են կատարվել, ինչպիսի վերլուծություններ կան, արդյոք փոփոխությունների արդյունքում պետական բյուջե ավելացվող գումարներ կլինեն կամ այսօր գործող ստվերում տնտեսվարող սուբյեկտները կգան օրինականության դաշտ, թե պետական բյուջե գումարները մուտք ավել չեն լինի, հակառակ այսօր օրինական դաշտում աշխատողները կանցնեն ստվերի դաշտ, պետությունը նոր բեր կվերցնի իր վրա վարչարություն իրականացնելու առումով, հասկացանք, որ չկան խորը վերլուծություններ, ուսումնասիրություններ եւ քննարկումների ժամանակ առաջարկվեց աշխատանքային խումբ ձևավորել։ Ներողություն, իսկ ինչից հասկացաք, որ չկան։ Ուղղակի հիմնավորումները, որոնք որ բերվել են, օրինակ հաշվապահները կարող են ինքնուրույն հարկերը հաշվարկել, սա հասկանում ենք, որ զավեշտալի պատասխան է, սա բավարար պատասխան չէ, կամ պատասխաններից մեկը, որ աուդիտորական ընկերությունները աշխատում են ընդհանուր հարկման դաշտում, ինչու հաշվապահականները չեն աշխատում, անմիջապես պատասխանը տրվել է, որ աուդիտորական ընկերությունները Հայաստանում թվով 30-ն են եւ նրանք արդեն իսկ խոշոր ընկերություններ են եւ ծառայություններ են մատուցում բացառապես խոշոր ընկերություններին, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Իսկ հաշվապահական ընկերությունները մի քանի անգամ ավել են եւ նրանք
ծառայություններ են մատուցում հիմնականում փոքր եւ միջին բիզնես ընկերություններին եւ տեսեք այստեղ ինչա կատարվում մի ձեռքով մենք տեսնում ենք որ փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է եւ մյուս ձեռքով հաշվապահական ծառայությունների արժեքն է արդեն ավտոմատ կերպով բարձրանում այսինքն այստեղ իրար հետ չի համընկնում դա եթե փոքր միջին բիզնեսի հաշվառումը բարդացվում է պետք է զուգահեռաբար հաշվապահական ծառայությունների արժեքը մեղմացվի բայց արդեն մի ձեռքով մի հատ հաշվապահական ընկերությունների արժեքն ենք բարձրացնում ինչի որովհետեւ այսօր 10% հարկ ենք վճարում իսկ հուլիսի 1-ից հետո հարկային բեռը առնվազն դառնալու 30% իսկ օրինակ առաջին 3 ամիսների ընթացքում երբ բարձրացավ 10%-ի արդեն կան որոշակի տվյալներ պատկերներ ինչ ազդեցություն ունեցավ քանի որ երամսակը նոր է փակվում ճիշտ կլինի երամսակը ամփոփելուց հետո արդեն վերջնական պատկեր ունենք բայց միանշանակ հարկային բեռը եթե միտեղ հնարավոր կլինի 5%-ը 10%-ով հասարակել եւ վճարել, սակայն կարծում եմ 10%-ը 30%-ի դեպքում ինչ որ մի ձև կոմպենսացնել հնարավոր չի լինի։ Կամ որոշակի ծախսեր կան, որոնք որ 5-10%-ը նվազեցնում են աշխատավարձի գծով ծախսերը, սակայն ավելացված արժեքի հարկի մասով որովհետեւ ձեռբերումներ ծառայություն մատուցող ընկերությունները, իրավաբանական եւ աշխատական ընկերությունները չեն ունենում։ Այս գործոնները բոլորը ներկայացվել են եւ հիմնավոր պատճառներ չեն ներկայացվել։ Դրա համար առաջարկվել է աշխատանքային խումբ ձևավորվել։ Կարծես թե պայմանավորությունը այդպեսին էր, կառուցողական պայմանավորությունը այդպեսին էր, որ պետք է առնվազն 1 տարի քննարկում կատարվի։ Մենք հասկանում ենք, որ օրենսդրական փոփոխության արդյունքում հնարավոր չի, որ ամբողջությամբ դրական լինի, բայց գերակշռող մասը, եթե պետությունը շահելու էր, մենք կողմ էինք այդ փոփոխությանը, բայց այդ հիմնավորումները չկար եւ կարծես թե առանց այդ քննարկումների օրենսդրական փոփոխությունը երկրորդ անգամ արդեն ընդունեցին եւ ստեղ անակնկալ էր անակնկալ էր, որովհետեւ մենք սպասում էինք աշխատանքային խմբի ձևավորմանը, քննարկմանը, մեր դիտարկումները լսելի լինեին, քանի որ մենք կարծում ենք օբյեկտիվ քննադատություններ են կատարում, այստեղ ամենևին սուբյեկտիվ մոտեցում չկար, մենք պատրաստ ենք ավել հարկ վճարելու, օրինակ այն պատճառով, որ այսօր ստվերում գտնվող տնտեսվարողները եւ հաշվապահները եւ իրավաբանները շատերը կան, որ իրենց պայմանագրային արժեքները խեղաթյուրում են։ Մենք կողմ ենք, որ այդ խեղաթյուրողները, ովքեր որ պայմանագրային արժեքները ցածր արժեքներն են ֆիքսում, իրենց բերեն հարկման դաշտ, բայց այս օրենսդրական փոփոխությունները որևիցե կապ չունեն այդ ամենի հետ եւ հակառակը օրինապահ վճարողները անցնելու են նրանց դաշտը։ Մեր ասելիքն այն է, որ եկեք քննարկենք, եթե հասկանանք այս ձևաչափը նորմալ չէ, միգուցե որոշակի փոփոխությունով ելի ավելացնենք հարկային բեռ, բայց գտնում ենք, որ դեռևս չունենք այդ մոդելը։ Իսկ ժամկետի հետ կապված, տեսեք, ժամկետ ընտրվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ Օրենքը ընդունվել է մի քանի օր առաջ եւ ստացվում է 2-3 ամիս հետո հարկման բեռի փոփոխություն է կատարվելու, հարկման դաշտի փոփոխություն է կատարվելու։ Մեր խնդրանքը եւ հորդորը նա էր, որ խնդրում էինք, որ նստենք քննարկենք եւ գոնե առնվազն օրենսդրական փոփոխություն եթե կյանքի են կոչելու, կյանքի կոչվեր 2026 թվականի հունվարի 1-ից։ Բացի այդ նաեւ հարկային օրենսգրքով գիտեք ամրագրված է, որ վատթարացնող հարկային նոր բեռ ավելացնող դրություններ կան, որոնք որ կյանքի են կոչվում առնվազն 7 ամիս հետո, դրա ընդունվելուց հետո։ Իհարկե այստեղ կարող են բառախաղություն անել եւ ասեն այստեղ այնպես է գրված, բայց իմաստը այն է, որ հաշվապահական իրավաբանական ընկերությունների մոտ հարկային բեռի եռապատիկ անգամ ավելանալու է կարելի ասել եւ ուժի մեջ է մտնում 2-3 ամիս հետո։ Այստեղ բացի այդ նաև կա հաշվապահական հաշվառման վարման դժվարություններ երթին հասկանում եք, նայեք ուրիշ բանը շրջանառության հարկում հաշվառում վարելը, ուրիշ բանը ընդհանուր հարկման դաշտում հաշվառում վարելը։ Իր հետ բերելու են մեծ բարդություններ եւ արդեն ստիպված պետք է հաշվապահական ընկերությունները ծառայությունների բարձրացման արժեք առաջարկեն այսօր փոքր եւ միջին բիզնեսներին, բայց ստվերում աշխատողը ինքը շարունակելու է ցածր գնով առաջարկել եւ այստեղ նույնպես անհավասար պայմաններ է ստեղծվելու։ Խնդրեմ ներկայացեք եւ հարցը։ Ճիշտ ասած, կուզեի նաև ներկայացնել, թե քանի այսպիսի ընկերության անունից կարող եք այս հայտարարությունը անել, որովհետև երբ ասում ենք բազմաթիվ են կամ տիկին ասում է, որ փոքր ձեռնարկությունների տերերը 70-ից մարդիկ են, քանի մարդու մասին է խոսքը, քանի մարդ է կորցնելու աշխատանքը, 10 հոգի են, 50 հոգի են, 100,000, որտեղ դա շատ կարևոր է։ Երբ մենք հանրայնացնում ենք, որ մեկի կարտիկ է, մեկ էլ հայտնում է մեկ, ասում է ես համակարտիկ չեմ, իրենք ով են, իրենցից խոսում են եւ այլն։ Հիմա դուք քանի մարդու կարտիկ եք։ Տեսեք, ես ինքս հանդիսանում եմ հաշվապահական ընկերության տնօրեն, ծառայություններ ենք մատուցում փոքր եւ միջին բիզնես ընկերություններին։
առնչվում ենք խնդրին, որ քիչ առաջ ներկայացվեց, փոքր եւ միջին գույքագրման հետ կապված, խնդիրը համատարած է, ես ինքս նույնպես չգիտեմ, պես գործընկեր, որ պատրաստ է գույքագրում կատարելու, ոչ թե պատրաստ է ի վիճակի այս արագ ժամանակահատվածում ճշգրիտ գույքագրում կատարի եւ ներկայացնի հարկային մարմնին, այսինքն խնդիրը համատարած է, մենք աշխատում ենք բազմաթիվ գործընկերների հետ, բացի այդ ես ինքս որպես անհատ, որպես մասնագետ, ինձ զանգերով շատ են դիմում, ոչ իմ գործընկերներից, եւ բոլորի մոտ գլոբալ համատարած խնդիր է եւ որովհետեւ մեկը գույքագրմանը ի վիճակի չի այս փուլում կատարելու, իսկ հաշվապահական եւ իրավաբանական ծառայությունների մասով քննարկումների միայն ես չէ որ մասնակցել են ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, բոլոր իրենց խնդիրները ներկայացրել են եւ հանրային քննարկումներ կատարվում են տարբեր ֆորմատներով։ Գույքագրման բարձրությունը կներկայացնեք կոնկրետ տեխնիկական մասին, ի՞նչն է դրա բարձր։ Տեսեք, ոնց որ նշվեց, կազմակերպությունը կարող ունենա կամ անաձեռնակատերը կարող ունենա տարբեր ժամանակահատվածից ձեռբերված ապրանքներ եւ դրանց գույքագրել, այսինքն կարող ունենա մանր ապրանքներ, օրինակ պատկերացրեք դեղատնային գործունեությունը, չգիտեմ, այսինքն պետք է նստի ինքը արժեքով ֆիքսի, այսինքն ընթացիկ աշխատանքը պետք է թողնի, ինքը չունի հավելել աշխատական եւ նստի սկսի գույքագրումներ կատարել, ասենք ավտոպայստամասերի խանութներ են, հա, այսինքն ֆիզիկապես աշխատանք կատարել եւ ճշգրիտ գույքագրում կատարել են արժեքները ֆիքսել, տրամադրել հարկային մարմիններին, դա արձանագրվելու է, որ այսօր ձեր մոտ այս ապրանքային մնացորդն է եւ դրանից հետո արդեն սկզբնական ելակետային տվյալներ վերցնելու են դրանք։ Եթե դու ուղարկում ես տվյալները, դու ճշգրիտ հաշվառով արես, եւ դա դրանից իրեն ժամանակ է պահանջում։ Այսինքն դու պետք է կանգնացնես քո աշխատանքը եւ սկսես գույքագրում իրականացնել, որպեսզի ճիշտ տվյալներ տրամադրես։ Եվ մարդիկ խուսափում են այդ օրենսդրական պահանջից այնքանով, որ պատրաստ են նույնիսկ ասեն ավել հարկ վճարեն կամ փակվեն, քան այդ գույքագրումը իրականացնեն, որովհետեւ դա բերելու է իրենց առօրյա աշխատանքի կանգնեցմանը։ Տեսեք, իշխանությունը ամեն դեպքում որպես հիմնավորում նշում է քաղաքակրթական նոր մակարդակ ենք բարձրացնում, նորմալ է, որ բիզնեսը ջանքեր գործադրի, սովորի, կրթվի, փաստաթղթավորվի։ Ի պատասխան դրան ես պետք է ասեմ հետեւյալը, տեսեք, շատ լավ առաջարկ է, բայց պետք է սկսեմ պետական մարմիններից, ես ինքս շփվում եմ հարկային մարմինների տարբեր աշխատակիցների հետ, պետք է սկսենք այդտեղից։ Եթե մենք առաջարկում ենք բիզնեսին կրթվել, նախ պետք է պետական մարմինների աշխատակիցները բոլոր վերևի հարթակից սկսեն կրթվելով նորիշնենք ներքև, հա, երևի թե։ Բայց այսինքն կրթվել խոսքը տարական կրթության մասին է, թե խոր մասնագիտական գիտելիքների մասին է։ Կրթվել ասելով մենք ինչ նկատի ունենք հաշվապահական հաշվառման, որ այսօր Հայաստանում բազմաթիվ հաշվապահներից շատերը չեն կարողանում գլուխ հանել հարկային նորություն այս արագ փոփոխություններից, նույնիսկ հարկային մարմինի աշխատողները չեն հասցնում փոփոխությունների ընթերցել։ Ինչ կրթվելու մասին է խոսքը։ Կրթվեն այնքան, որ կարողանան ինքնուրույն հաշվառում արեն։ Միանշանակ այս փոփոխությունների արդյունքում պետք է պրոֆեսիոնալ հաշվապահական ծառայությունների մատուցում ստանան փոքր եւ միջին բիզնեսները, որոնք հանգստելու են արժեքը։ Կրթվելու արդյունքում կարողանան իրանք ինքնուրույն հաշվառում արեն։ Ես ինքս երկար տարիներ ոլորտի մեջ եմ եւ ամենօրյա աշխատանք եմ կատարում ինքնակրթության նկատմամբ, որպեսզի կարողանանք սպասարկենք փոքր եւ միջին բիզնեսին։ Դա արդեն խորը մասնագիտական գիտելիքների մասին է խոսքը։ Վերացական կրթվելը կողմ է, բայց մասնագիտականը դա միանշանակ այս դեպքի մասին չէ։ Բնականաբար բոլոր մանր ու միջին բիզնեսները չեն կարող այդ կարգի կրթվել, որ իրենք կարողանան իրենց հաշվարկներն անել, որը նրանից հետո կպահանջի բարդ թանկ ծառայություններ, առավել եւս ընդամենը 1 ամիս հետո էլ հաշվապահական ծառայությունները կրկնակի կթանկանան, որը ի վիճակի չի։ Այսօր բոլորս տեսնում ենք երկրի տնտեսական վիճակը, մարդը զգեստը կամ իր մնացած առևտուրը, որ անում է, բնականաբար սնունդից հետո է անում, որ ի վիճակի չեն։ Բոլոր շուկաները դատարկ են, իսկ եթե ուզում եք իմանալ, որ ես քանի հոգու մարդու եմ ներկայացնում, 1000-ից ավել անձամբ ստորագրություն ես ինքս միայնակ եմ հավաքել իմ ընկերուհիների հետ։ Դա վերաբերում է ստորագրությունը միայն Երևանում։ Ոչ, առավել եւս երկուշաբթի էր երևի, որ գնացել եմ հոկտեմբերյան մոտակա 3 կանանցով գնացել ենք հոկտեմբերյան, մտել ենք Էջմիածին, չեք պատկերացնի, մարդիկ ինձ հաճույքով են ստորագրել ու խնդրել են, խնդրում ենք, դուք մի բան արեք, մենք ոնց կարող ենք։ Ես ձեզ կարող եմ ասել հասարակ միտք ծախողի։ Միտք ծախողը ինքը
3 ամսվա մեջ 1 միլիոն դրամ հարկ է եկել, որ ինքը չի կարողանում փակի եւ խնդրում է հաշվապային ասում է, ես ոնց վճարեմ, ես 1 միլիոն չեմ տարել 3 ամսում իմ տուն։ Ամբողջ ընտանիքով գիշեր ցերեկ գիշերը գնացել ենք մեծածախից առել ենք, բերել ենք, վաճառել ենք։ Գյուղացուն կանանչու թուղթը ոնց տա, այսինքն գյուղացուն դու եթե պարտադրես, գիտես ինչ կա, դու ամեն կանանչին վաճառելու համար պետք է մտնես գյուղապետարան, գյուղապետարանից թուղթ բերես։ Գյուղացին հրաժարվելու է այդ հողը մշակելուց, առավել եւս որ բոլորս տեսնում ենք արդեն հողերը չեն մշակվում։ Իրանք տանում են ամեն ինչի, որ ոչ մեկ աշխատանք չունենա։ Իսկ դա կտանի երկրի դատարկման։ Ես միայն վախենում եմ իմ հայրենիքի կորցնելուց։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդուհանդերձ կան ապրանքային խմբեր, որ անգամ ցանկության դեպքում հնարավոր չէ փաստաթղթավորել, հա։ Գյուղմթերքը։ Տեսեք, հնարավորը, գիտեք ինչպես, հնարավորը ինչքան ժամանակատվում է, ցավը ժամանակատվածի հարցն է եւ ինչ ռեսուրսներով պետք է գույքագրում իրականացվի, հա։ Եթե մենք փոքր միջին բիզնեսի մասին ենք խոսում, շատերը անհատ են աշխատում եւ որպես աշխատուժը չունեն, իրանց առօրյա աշխատանքը ես երևի կրկնվում եմ, պետք է թողեն, որպեսզի կարողանան գույքագրումն իրականացնել։ Եվ վերջի վերջո պետք է հասկանանք, որ այդ արտոնությունը, այսպես ասած, տրվել է ընդամենը 2 երամսյակի համար, ոչ թե մշտական, այսինքն 2 երամսյակ եկեք մենք ձեր հարկերը քիչ հաշվարկենք, բայց փոխարենը դուք մեզ տվեք ձեր ապրանքային մնացորդները, կարծում ենք անհամաչափ է այդ առաջարկը, եթե ամբողջ ժամանակատվածի համար լիներ, միգուցե բիզնեսը մի քանի օր աշխատանքը կանգնեցներ եւ իրականացներ այդ գործը, բայց մենք խոսում ենք 2 երամսյակի համար։ 2 երամսյակ ընդհանրապես, բայց դրանից հետո արտոն ընդ որում այդ փաստաթղթավորումը ներկայացնել, հետ ստանալ, անկան դժվար է ինքը, որ հաշվապական ինքը գործընթաց է այդտեղ իրականացնել, միջև այդ գումարների տարբերության գումարը պետք է հետ ստանալ։ Խնդրեմ։ Սա իմ պնդումը չի, արկային մարմինների, արկային ծառայողների այդպես պնդումն է, որ ինչ բիզնես, եթե չունեն մարզիաններ, այսինքն ինչ դու բիզնեսմեն ես, ինչ փոքր ձեռնարկատեր ես, եթե դու ապրանքի հաշիվի մարզիանը չունես, այդ տետրակը, որ մեջը գրված է, կամ որ դուք ասեցիք ավտոպարեստամասերը, դե կոդը խփում ես ապրանքից հայակում վերում է, իրանք ասում են այդի բերեք սուս տվեք, այդ Ուրեմն իրանք իստեմա լավ տեղյակ են, որ շատ բիզնեսներ կան, որոնք որ գույքագրումների անելու ժամանակ չեն ունենում, շատ հենց ավտոպարեստամասերի կամ մնացած այլ գործունեության մասով երկար ժամանակ աշխատում են, տարի մեկ անգամ նույնիսկ չեն հասցնում գույքագրում իրականացնել, կան այդպիսի բիզնեսներ, շատ են, իրանք շատ բիզնեսներ կան։ Դեպատում են լիցենզիա չունի, կան լիցենզիա Իսկ որտեղ աշխատեն, այսինքն դուք պահանջում եք, որ Ես չեմ ասում, իրենց ասում։ Հա, իրանք, լավ, կառավարությունը պահանջում է, որ բոլորը ունենան կոմպյուտերներ, կրթություն եւ ամեն ինչ։ Դրա համար բարի լիներ կառավարությունը չհասցներ այս գագաթնակետին, որ ցանկացած մարդ տեսներ ապրելու ուրիշ հնարավորություն չունի, բիզնեսով զբաղվեր։ Դրա համար բիզնեսը պետք է զբաղվեր բիզնեսով, եկել են Եվրոպայի հետ են համեմատում։ Եվրոպայում մարդիկ լիքը աշխատանք կա, որը ստանում է 2-ից 3000 եվրո ամեն 4 ժամվա համար։ Իմ աղջիկը այս պահին ապրում է Եվրոպայում եւ ինքը 4 ժամվա համար 2000 եվրո է ստանում։ Ընդամենը 4 ժամ աշխատում շաբաթ-կիրակի տանն է։ Իսկ մենք 2000 եվրոն դա չենք կարող հաշվել այդ բիզնեսով եկամուտներ ունենալ։ Մարդկանց ստիպվեցին, կոնկուրենցիան մեծ է, չես կարող արժեքը բարձրացնել, մենակ դու չես, որ ասես, գիտես ինչ, բերեմ այս բիզնեսով աշխատեմ, միգուցե ավելի շատ առևտուր կանեմ։ Չէ, ես չեմ կարող այդ շատ առևտուրն։ Եվրոպայի նման երկրներում են բիզնեսները փակվում։ Առանց այդ էլ արդեն փակվում են։ Մեզ հնարավորություն շնչելու չեն տվել։ Հարձակվել են, բառից բուն իմաստով հարձակվել են մեզ վրա։ Իրանք տանում են երկրի տնտեսությունը կործանման։ Ձեզ փաստացի օրինակ կարամ բերեմ կորոնավիրուսի ժամանակ։ Փաստերը ինչ ցույց տվեցին, որ մեր այդ տված ամբողջ հարկերը փլուզվեցին, գնացին, զրոյացան, փոշիացան, ամբողջ մեր տված հարկերը փոշիացան, բայց ոչ մի օգուտ չտվեցին, չէ՞, որ մարդկանց հյուրանոցներում էին տեղավորցնում, չէին թողնում աշխատի։ Իսկ այն հարկ տվողին ընդամենը տվեցին 68000 դրամ, բայց կարողացավ ինքը 2 ամիս իր ընտանիքը գոյատևել։ Ինչ ձև գոյատևեց, պետությանը դա չէր հետաքրքրում, կառավարությանը դա չէր հետաքրքրում, իսկ մենք կառավարություն ենք ընտրել, որ մեր մասին մտածի, հասարակ քաղաքացու մասին մտածի։ Ես այսօր պարտավոր չեմ հիմա նոր գնալ կրթվելու, իրանք թույլ չեն տվել, 30 տարի փլուզվել է այս երկիրը։ Մենք ստիպված գտել ենք երկեր, աշխատում ենք, մեր ընտանիքները պահում ենք եւ նաեւ դրանից հարկ ենք տալի։ Առանց ամանչել
Մինչև մեր վարչապետը ելույթ ունեցավ մասսայական ասելով, օրը 27,000 դրամ առևտուր անողը իրավունք չունի բիզնեսով զբաղվելու, պետք է դուրս գա։ Խնդրեմ, պարոն վարչապետ, տվյալ մարդուն առաջարկի տեղ։ Օրը 27,000, եթե ձեզ տարեկան տալիս է 500,000 հարկ, դուք խիչ եք հաշվում, որ նա տեղի հարկ է վճարում, որ դրանից 20%-ը գալիս է ձեր բյուջե, չեմ ասում հավելյալ եկամուտներն էլ է գալիս։ Խիչ եք հաշվում այդ մարդու մնացած ծախսերը, որ այդ մարդը չի դեմում պետությանը, որ ինքը աշխատանք չունի, որ գոյնը 30,000 ձեր չնչին այդ որ մի անգամ խանութ էլ չես կարող մտնել, այդ 30,000-ը դու տալիս ես այդ մարդուն, որ ինքը աշխատանք չունի, այդ 30,000-ներ չես տալի։ Շնորհակալ պետք է լինես, որ ձեր նման կառավարած երկրում մարդը կարողանում է իր ընտանիքը պահի եւ նաեւ ինչ որ չնչին գումար հարկ տա։ Դա ես կարծում եմ մեր կառավարությունը դրա համար պետք է մեզ շնորհակալ լինի, խոնարհվի մեր դիմաց, ոչ թե մեզ հերոսներ անվանի, հերոսներին իր տեղում անվանի, մեզանից էլ շնորհակալ լինի։ Պարտավոր է կառավարությունը մտածի իր երկրի քաղաքացիների մասին, իրոք իրականում ամեն ինչ արդեն հասել է հոգուն։ Ես ես ասում եմ, իմ շրջապատում, իմ իմացած մարդկանցից 100 տնտեսվարող գիտեմ, որ արդեն թողել է իր բիզնեսը։ 100 տնտեսվարող գիտեմ։ Իսկ դա ինձ մի հատ հասարակ քաղաքացու այդքան տեղեկություն իմանալը կառավարական մասշտաբով ավելի շատ է։ Շնորհակալություն, եթե կանդրացումներ, բարձրախոս միացրեք։ Հարցի հետ կապված ավելան, որ խոսքը գնում է երկու երամսյակի համար, այսինքն այն ինչը որ իրանք առաջարկել են, դրանք չգիտեմ, երևի տեղեկությունը թերի է, բայց երկու երամսյակ ընդամենը մի քանի տոկոս հարկ վճարելու, ոչ թե խոսքը գնում է 10%-ը 1% դառնալու մասին, եթե տնտեսվարողի մոտ 5%-ից ավել կլինի հարկային բեռը, ենթադրենք կլինի 6%, 7% երամսյակի ընթացքում, այդ 1%, 2%, եթե դուք ուզում եք քիչ վճարեք, նոր գույքագրում արեք երկու երամսյակի համար։ Իսկ այստեղ եթե տնտեսվարողը պետք է հասկանա երկու երամսյակի համար այդ փոքր քիչ հարկը իջացնելու համար, ոչ թե 1-1.5% իջացնելու մասին է խոսքը, այդքան իջացնելու համար գույքագրում իր աշխատանքը բնական ընթացքում աշխատանքը թողնի, կարող է ինքը տետրի մեջ գրում է, բայց ճշգրիտ տվյալներ պետք է ուղարկի, որը որ համարվելու է ելակետային տվյալներ հարկային մարմինների համար։ Այսինքն իր տետրի գրածը վերցնել ուղարկելը պետք է միատեր տետրի գրածը փաստացի գույքագրում կատարի, որ ուղարկի։ Տետրի գրածը պետք է փաստացի գույքագրում արի, շեղումները արձանագրի, նոր ուղարկի։ Իսկ դրա համար ժամանակ է պետք։ Երկու երամսյակի համար դա միգուցե բավարար չի էլի։ Շնորհակալություն, եթե չկան այլ լրացումներ, կա։ Օրինակ ձեր հարցինի պատասխան մեզ ասում են, որ մենք ուզում ենք դրանով խոշորը բռնենք։ Ես պարզ ասում եմ, իրանք չեն կարողանում իրանց երեք սահմանը ստուգել։ Անկախ ամեն ինչից, եթե խոշոր ներմուծողներ կան, նրանց ստուգելը ավելի հեշտ չի, քան այսքան մարդուն։ Թող ստուգեն։ Ավելի լավ էր, ես կարծում եմ դա միայն իմ սուբյեկտիվ կարծիքն է, 1.5 աներ 2%, քան կպներ են օրվա հացի գոյատևողին։ Մենք կհասկանանք, որ հարկերի թանկացումը երկրի բյուջեին գումարեր պետք։ Իսկ իրանք ավելի հակառակն են անում, ավելի ճիշտ իրանք պայքարում են, որ երկիրը դատարկվի, դա պարզ ցույց է տալի։ Անկախ ամեն ինչից կարող ենք այդքան էլ կրթված չենք, բայց հասկանում եք երկրի իրանք ուր են մեզ տանում, ուր են մեզ ուղարկում։ Թեպետ կարող եմ ասել, բոլոր ճանապարհները փակ են արդեն։ Բոլոր ճանապարհները եւ Ամերիկա, եւ Եվրոպա, եւ Ռուսաստան բոլորը փակեց մեր դիմաց եւ մեզ սեղմում այսպիսի մի հատ վիճակ է։ Հացը կա, բայց դու հաց առնելու իրավունք չունես, դու պետք է նայես ու ապրես այդպես։ Եթե թույլ կտաք։ Քանի որ մենք հասկացանք վերջի քննարկումների ժամանակ, հաշվապական իրավաբանական ոլորտները պարտադիր ընդհանուր հարկման դաշտում աշխատելու քննարկումների շրջանակներում մեր կողմից առողջ քննադատությունները, օբյեկտիվ առաջարկությունները մեղմ ասած անտեսվեցին, ուստի մենք էլ միանում ենք նախաձեռնությանը եւ ես հրավիրում եմ իմ գործընկերներին, իմ ընկերներին, մնացած հաշվապահներին եւ իրավաբաններին միանալ նախաձեռնությանը, որովհետեւ բոլորս գիտակցում ենք, որ հաշվապահական ընկերությունների մեծ մասը չունեն 30% շահութաբերություն, որպեսզի կարողանան 30% ավել հարկեր վճարեն։ Իսկ փոքր եւ միջին բիզնեսում գների թանկացում նույնպես 30%-ով իրականացնելը անհնար կլինի։ Կներեք ես եւ ես իմ գործընկերներին բոլորին իմ հետի մանր ու միջին բիզնեսին բոլորին հրավիրում եմ ամսի 14-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները սկսելու։
Շնորհակալություն, ես տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսը կշարունակվի քիչ հետո, կլինեն փոքր եւ միջին այլ ձեռնարկատերեր բանախոսները, շնորհակալություն։ Շնորհակալություն։